Ռոբերտ Քոչարյանին։ Հաղթող նախագահ է։ Իսկ հաղթող նախագահին պետք է գնահատենք։ Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին ընտրել։ Տանիք լինի, ապրեմ։ Տուն լինի ապրեմ մեջը։ Բարձով չապրեմ։ Տեսել ենք մեր դաշինքի վարչապետ Թեկնածուի աշխատանքը, իր հզորությունը դրա համար էլ սատարում ենք իրան, որ այս երկիրը միայն ինքը կարող է բանակցություններով ամեն ինչով կարգի բերել։ Ես այդ ժամանակ աշխատում էի դպրոցում, ստանում էի 700 դրամ աշխատավարձ։ Այն որում չէի ստացել 6-7 ամիս, թոշակները այդքան պակաս։ Եկելա եւ դրանք տվել եւ աշխատավարձն բարձրացրել եւ այլն, այդտեն շարունակ։ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու որ երկիրս խաղաղ լինի, ամեն ինչն էլ լավ կլինի։ Իրան է մենակ տեսնում ես այս պահին, ուրիշ ոչ մեկին։ Շատ ընկերություններ իր օրոքով են զարգացում ապրեն, նոր թափ է ստացել տնտեսությունը մեր երկրում, երկու երկրից գազ է բերել մեր երկրին ինքը, ծառայել եմ իր օրոք, ծառայել եմ ոստիկանությունում ներքին գործերի համակարգում, 2 տարվա ընթացքում իմ մեր լեզվով ասած, այսպես ասեմ, հալալ կես իմ աշխատավարձը ինքը բարձրացրել է։ Շատ մեծ հույսեր են կապում, որ ժողովուրդը ազատ ապրի ու անկախ։ Մեր փրկիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Նայեք, առաջ նայեք վարչապետին Նիկոլ Փաշինյանի վաղտով 3 հատ պատերազմ եղել է մեզ։ Ես էլ պատերազմի մասնակից եմ, համ էլ զոհվածի հայր եմ։ Մենք հող չպետք հող չտանք, մենք հող պիտի վեկալենք մերդեմ սրտից։ Դե իրան նայելով ասենք ոչ կանանիկների վրա գոռում է, ոչ կանանիկներին ուրիշ բան ասում, չեք նայում պարզ ժողովուրդը պիտի հասկանա։ Հայաստան դաշինքի հետ ինչ հույսեր եք կապում, ինչ փոփոխություններ եք սպասում։ Նա գիտեք, մեզական մի հատ հայկական բան կա, ասած կա, փորձած թանը, ամփորձ մածունի հետ չեն փոխում։ Ինչպիսի քաղաքական առաջնորդ եք ուզում տեսնել։ Ուժեղ, համարձակ, թե դիվանագիտությունում, թե ներսում, այդ ձևի ուժեղ դիվանագետ, որպեսզի մեր հայ ժողովրդի կարծիքը իմանան ամենտեղ, որպեսզի կարանք մեր Հայաստանը ձայնը ամենտեղ հասնի, բարձրանը հայ ժողովրդի ձայնը ամենտեղ հասանելի լինի։ այդ մեկ աշխատատեղերը շատ քիչ ալերի փակված է եղել, սովետի սարքած գործարանները փակա, հիմա ելերի անհատական մարդիկ են աշխատում, գործարաններ չկա, աշխատատեղ չկա, մարդիկ լքում են, գնում են Երևան աշխատում, գալիս, այդ ձևի էլ ինչ ասեմ։ Հայաստան դաշինքի հետ ես շատ մեծ հույսեր եմ կապում, վստահում եմ։ Նրանց ուժը շատ լավ է գիտակցված ձևով, նրանք կարող են մեր հայրենիքը ծաղկեցնեն ավելի շատ բան ենք կորցրել։ Զոհված զինվորներից բացի, տղաներից երիտասարդ, բացի նրանցից մենք նաև հող հայրենիք ենք կորցրել։ Ինձ համար շատ ցավ է դա։ Ամուսինս 88 թվից սկսած Արցախյան շարժման մասնագիծ է եղել ու բոլոր պատերազմների մասնագիծ։ Ես ցավում եմ, ափսոսում եմ, ինքը Շուշիի ազատամարտիկներից է եղել ու շատ մեր տղաների հետ, իր ընկերների հետ կռվել են, արյուն են թափել, զոհեր ենք տվել ու ափսոսում եմ փառք նրանց հիշատակին։ Ինձ համար ցավ է, որ Արցախը պետք է մնա թուրքին, թշնամու։ Մեր ազգը փրկելու ակնկալիք ունենք։ Մեր ազգը փրկելու ակնկալիք։ Ոչնչանում ենք։ Ես եղբայր եմ կորցրել։ Թաթուր Կրբյանի կողքն է թաղված։ Մարտական խաչ ունի։ Ռոբերտ Քոչարյանն է անձամբ ինձ տվել։ Հիմա տվել է Արցախը։ Ես չեմ կարող գնամ եղբորս գերեզմանին։ Եղբայրս ես գիտեմ ինձ ասում է Թաթուլը։ Թաթուլն իմ մոր քույրն է։ Գիտեմ ինձ ասում են լավ որ պիտի մենք վերցրեինք դու չի տվիք։ Ինչու տվիք, չէ։ Հենա չենք զովի, չէ։ Վերցի։ Մենք ապերս չի ամստացած չեղը եղբայրը Սամվել Կարապետյանը։ Երեխա չունի, ոչ պատ չունի։ Հենա ինքն կապրես, չէ։ Ես հրից չեմ անում հիմա գնամ եղբորս գերեզմանին։ Ես գիտեմ թե Թաթուլն ու Սամվելը իմ եղբայրը պիտի ասեն ինչու տվիք։
Կան տղա չէիք, որ տվիք։ Մենք վերցրինք, աղբերս հող վերցնելով է զոհվել, հասկանում եք։ Իմ փոքր աղբերս, եղբայրը, հող վերցրել եմ, ես ասեմ, մարտակերտը վերցնելու, բարձր սարը վերցնելու զոհվել, հասկանում եք։ Իրա հետ էլ, իրա կողքը թաղված էլի, իրա զինվորը, հրամանատար է եղել, վերցրել է, զոհվել է։ Հիմա այս, բայց դրա համար եմ եկել։